Ինչ վերաբերվում է տուգանքի մասով, այո, նման նախաձեռնություն կա, դրա մասին մենք ասել ենք եւ ես ոչ պատրաստվում եմ դա որևիցե մեկից թաքցնել, որտեղ արդեն մի շաբաթից ավել է այդ նախագիծը համապատասխան կայքում տեղադրված է, ուղղակի մեր գործընկերները երեք երեկոյան են դա նկատել, էլի։ Մի քիչ ուշ են այդ կայք մուտք գործել, երեք են տեղեկացել դրա մասին։ Մի շաբաթ է, բայց դա արդեն կա, էլի, հրապարակված։ Այո, այդ տուգանքների կիրառումը իրականացվելու է, երբ որ արդեն ազգային ժողովի կողմից հավանության կարժանանա, մի քանի մեխանիզմ է լինելու եւ գումարային տուգանքի, այսպես ասած, այդ չափն էլ է որոշակի տարբերություն իր մեջ ունենալու, մի դեպքում դա առհասարակ չվճարողներին է վերաբերելու, մի դեպքում դա վերաբերելու է այլ մարդու տոմսային պրոդուկտով վճարում անողին եւ մի դեպքում վերաբերելու է փաստացի տարեկան փաթեթ ունեցող եւ եթե չեմ սխալվում առհասարակ որևիցե տրանսպորտի մեջ վճարում չկատարող մարդուն, էլի, որ փաստացի ֆիքսվի, որ ինքը ունի եւ այո վճարել է, որպեսզի խուսափի, այսպես ասած, այդ տուգանքից։ Հիմա կհարցնեք երևի թե դա երբ է կիրառվելու եւ հանից ենք արդեն իրականացնելու այդ աշխատանքները։ Բնականաբար դա մեծամասամբ կախված է, ինչպես արդեն նշեցի, ազգային ժողովի կողմից արդյոք դա երբ հավանության կարժանանա թե չէ եւ դրանից հետո արդեն որոշակի տեխնիկական միջոցներով Երևանի քաղաքապետարանի այս կամ այն ստորաբաժանումը արդեն կիրականացնի այդ տուգանքի մեխանիզմը եւ ես նորից վերադառնալով իմ խոսքին, էլի, մեր խնդիրը նա չի, որ մարդկանց տուգանենք եւ այսպես ասած բերենք չակերտների մեջ ասեմ, էլի, օրինականության դաշտ։ Մեր խնդիրը այն է, որ եթե կա որևիցե տեսակի ծառայություն, ապա այդ ծառայության համար պետք է վճարել, որովհետև եթե օրինակի համար դուք յուրաքանչյուր ամսվա փետրվարի 20-ից հետո օրինակ չվճարեք էլեկտրաէներգիայի համար, տուն գնալով կպարզեք, որ օրինակի համար լույս չունեք։ Դա էլ է ծառայություն, դա էլ մեկ այլ տեսակի ծառայություն է։ Հիմա եթե դուք կարող եք վստահաբար ասել, որ օրինակի համար գազի, հեցի եւ ջրի վճարները իրոք արդարացված են եւ ես դրա համար վճարում, ես մի քիչ կներեք կկասկածեմ, էլի։ Ում վերահսկելու։ Երևանի ես նորից եմ ասում, մեր խնդիրը այն չի, որ մասսայական մենք սկսենք մարդկանց տուգանել չվճարելու համար։ Մեր խնդիրը այն է, որ մարդը գիտակցի, որ եթե չի վճարում, դրա հետևանքը լինելու է սա։ Երևանի քաղաքապետարանի այս կամ այն ստորաբաժանումն է դա իրականացնելու։ Տեսեք, հիմա էլ վալիդատորը չի աշխատում, տեխնիկական որևիցե տեսակի խնդիր կա, կապի խնդիր կա, չգիտեմ, այլ խնդիր կա, քաղաքացին բնականաբար ինչպես հիմա, այնպես էլ հետագայում, եթե ինքը պատրաստ է վճարի ու կա որևիցե տեսակի խնդիր, բնականաբար ինքը շարունակելու է երթևեկությունը եւ այդտեղ որևիցե խնդիր եւ խոչընդոտ Երևանի քաղաքապետարանի կողմից չի ստեղծվելու։